Հազարամյակներ շարունակ արիության ու ռազմարվեստի փառավոր ավանդույթների շնորհիվ հայերը կարողացան դիմակայել, պահպանել պետականությունն ու ազգային ինքնությունը աշխարհի թերևս բարդագույն տարածաշրջանում, որը պատմության ընթացքում փաստացիորեն ամենաշատն է ենթարկվել տարատեսակ զավթիչների հարձակումներին ու ավարառությանը։ Սակայն միայն բուն հայրենիքը չէ, որի պաշտպանության գործին ծառայեցին հայ զինվորի բազուկն ու ռազմական մտքի հանճարը։ Հայերն իրենց անփոխարինելի վաստակն ունեցան նաև օտար բանակների դարակազմիկ հաղթանակներում, վերահաստատելով գերազանց մարտիկների աշխարհահռչակ համբավը։ Սմբատ 4-րդ Բագրատունու ծննդյան թվականը ստույգ հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ նա ծնվել է 6-րդ դարի կեսերին։ Դրա հայրն էր Վարաստիրոց Բագրատունու որդի Մանվել իշխանը, որ կրում էր Ասպետ պատվանունը։ Սմբատ Բագրատունու մասին առաջին հիշատակումը պատմագրության մեջ վերաբերում է 580-ական թվականներին, երբ բյուզանդական կայսրը հրավիրում է նրան եւ Սահակ Մամիկոնյանին մասնակցելու արշավանքին ընդդեմ ավարների։ Սմբատն ու Սահակը ամենքը 1000-ական ձիավորների գլխավորությամբ ժամանում են Կոստանդնուպոլիս, որտեղ մեծ ընդունելության ու պատվի են արժանանում կայսր կողմից։ Ավարներին սանձելուց հետո Սմբատը վերադառնում է Հայաստան, որտեղ սակայն 589 թվականին ապստամբություն է բարձրացնում բյուզանդացիների դեմ։ Ապստամբությունը ճնշվում է, իսկ Սմբատ իշխանը գերեվարվում եւ տարվում է Կոստանդնուպոլիս։ Այնտեղ Մորիկ կայսրը հրամայում է անհնազանդ իշխանին հանրության աչքի առջև նետել գազաններին ի կեր։ Հայ պատմիչ Սեբիոսի վկայությամբ անզեն Սմբատը, որ աչքի էր ընկնում հաղթանդամությամբ ու ահռելի ֆիզիկական ուժով, բռունցքի մեկ շեշտակի հարվածով սպանում է իր վրա հարձակվող արջին։ Ապա դրանից հետո ոլորում եւ կոտրում է ասպարեզ արձակած կատաղի ցուլի վիզը։ Վերջապես նրա վրա առյուծ են արձակում եւ Բագրատունի իշխանը, չնայած բազմաթիվ վերքերին եւ ուժասպառությանը, կարողանում է տապալել գազանին գետնին եւ խեղդել գործի դնելով բազուկների ահռելի ուժը։ Այս տեսարաններից անչափ ազդված, ինչպես նաեւ հիացած հանրության պահանջով, Մորիկ կայսրը կյանք է պարգևում հայ իշխանին, սակայն որպես պատիժ հետագայում ուղարկում է նրան Աֆրիկա մայրցամաք, Կարթագենի էկզարքոսությունում ռազմական ծառայության։ Այստեղ Սմբատ Բագրատունին բյուզանդական ձորքերի գլուխն անցած մի քանի խոշոր ճակատամարտ էր շահում Բյուզանդիայի թշնամիների դեմ, իսկ պատերազմի հարուստ ավարը ուղարկում կայսերը։ Թվում էր, թե իր եւ Մորիկ կայսեր միջև անձնական փոխհարաբերությունները այլևս կարգավորված են։ Սակայն աֆրիկյան աքսորից հետո, որը հանճարեղ զորահարամանատարի փառքի պսակով օծեց Սմբատին, Բագրատունի իշխանը անսպասելիորեն լքում է Բյուզանդիան եւ 595 թվականին ուղևորվում Պարսկաստան։ Սասանյան շահ Խոսրով II Փարվիզը լավատեղյակ լինելով Սմբատի քաջագործություններին եւ ռազմական ունակություններին, սիրով ընդունում է նրան ծառայության իր մոտ եւ անմիջապես նշանակում Հիրկանիայի մարզպան։ 602 թվականին Սմբատը կանչվում է Տիզբոն, արժանանում այստեղ մեծ պատիվների ու նշանակվում Սասանյան կայսրության ֆինանսների կրտսեր նախարարի պաշտոնում։ Սակայն մինչ այդ հասցնում է պարսկական զորքի գլուխն անցած ճնշել Խորասանում ծագած մեծ ապստամբությունը։ 607 թվականին Խոսրով Փարվիզը ուղարկում է Սմբատ Բագրատունուն Հայաստան, գլխավորելու նախարարական տների զորքը եւ կարգավորելու մարզպանության գործերը։ Վերջինս այստեղ կանոնակարգում է ներքին կյանքը, չափավորում պարսիկ տեղապահ պաշտոնյաների սանձրցակ պահվածքը, բարեկարգում Դվին մայրաքաղաքը եւ նպաստում 3 տարի թափուր մնացած կաթողիկոսական աթոռին Աբրահամ եպիսկոպոսի ընտրությանը։ Այնուհետև հայաստանյան գործողումից հետո Սմբատ Բագրատունին գլխավորում է Սասանյան զորքի արշավանքը Պարսկաստանի վաղեմի թշնամի էֆտալիտների դեմ, ջախջախում նրանց, իսկ նրանց թագավորին սպանում մենամարտում։ Իր գործած բազմաթիվ սխրանքների եւ պարսկական թագավորությանը մատուցած անմնացորդ ծառայության դիմաց շահը շնորհում է նրան Խոսրով շուն պատվանունը, որ բառացիորեն թարգմանվում է իբրև Խոսրովի զվարթություն կամ Խոսրովի գոհունակություն։ Հատկանշական է, որ մեծապես նաև շնորհիվ Սմբատի Խոսրով Փարվիզը մեծ համակրանքով է լցվում քրիստոնեության նկատմամբ եւ պատմություն է մտնում իբրև քրիստոնեասեր թագավոր։ Սմբատ Բագրատունին կյանքի վերջին տարիներն անցեկացնում պարսկական կայսրության թագավորանից Տիզբոնում Խոսրով Փարվիզի մեծարանքով ու խնամքով շրջապատված։ Բազում պատերազմներում թրծված, երկու աշխարհակալ կայսրություններին իր անձնական սխրանքներով ու ռազմավարական հանճարով բացառապես միայն հաղթանակներ պարգևած հայ զորական իշխանը իր վախճանակնքում է 616 կամ 617 թվականին Տիզբոնում, արժանանալով թե պարսկական եւ թե հայ քրիստոնեական ավանդույթով սահմանած հրաժեշտի պատվո արարողություններին։